Պարոն Դանելյան, իշխանությունները շարունակում են քաղաքային բյուջեն շռայլորեն ծախսել համերգների, միջոցառումների կազմակերպման վրա, չլուծելով քաղաքացիների սոցիալական խնդիրները, վթարային շենքերի հարցը, ինչով եք պայմանավորում եղած միջոցները նման նպատակներով ծախսելը, արդյոք արդարացված են այն պնդումները, որ այդ համերգների ու միջոցառումների կազմակերպման իշխանավորներն ու իրենց մտերիմները պարզապես փող են աշխատում։ Տեսեք, ես համաձայն եմ այդ մտքեդ, որ այդ համերգներով կամ այդ միջոցառումների ժամանակ հատկացված գումարներով այս իշխանությունները գումար են աշխատում կամ գումար են գրպանում ու գրպանում են մեր երևանցու գումարները, երևանցու վճարած հարկեր турքերից գոյացած Երևանի բյուջեի գումարները, միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր գումարներ են հատկացնում ինչ-որ միջոցառումների համար, ինչ-որ համերգների համար, ինչ-որ տոնակատարությունների համար, այնինչ կարելի է այդ գումարները ավելի օպտիմալ, ավելի ճիշտ ծախսել Երևան քաղաքի այն հատվածների համար, այն խնդիրների համար, որոնք այսօր կան, որոնք գնալով շատանում են, որոնք օրեցօր ավելանում են ու խնդիրներ են առաջացնում երևանցիների համար։ Չնայած քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը, իրավիճակը քաղաքային տրանսպորտում շարունակում է անմխիթար մնալ, մարդիկ ժամերով սպասում են, խցկվում են, լավագույն դեպքում տրանսպորտը, ինչ եղան ձեր գնահատմամբ խոստացված բարեփոխումները։ Բարեփոխումներ խոստացել են, բարեփոխումները չեն արվում կամ գոնե այն տեմպերով չեն արվում, որ երևանցին այդ բարեփոխումները տենա, ասենց ասեմ, Երևանի տրանսպորտում խցկված մարդիկ երթևեկում են արդեն այս տոմսերի թանկացնելուց կամ ցակագինը բարձրացնելուց հետո մարդիկ թանկ են վճարում, որպեսզի հարմարավետ երթևեկեն, տրանսպորտում իրար գրկած չերթևեկեն, խցկված չերթևեկեն, բայց նորից ու նորից շարունակում են խցկված երթևեկությունը, շարունակում են տրանսպորտին սպասել ժամերով, Երևանի փողոցներում, Երևանի կանգառներում, այդ պիկ ժամերին, երբ որ անցնում ես ժամը 5-ից 7-ի հատվածում կանգառներով անցնում ես, տեսնում ես տասնյակներով մարդիկ են կանգնած կանգառներում, այսինքն իրենց արած բարեփոխումները միայն անունն է, ամանում չկա, այսինքն աշխատանք չենք տեսնում, արդյունք չենք տեսնում, կանգառասրահներ չկան, եղած կանգառասրահները ուրեմն կահավորված չեն, մարդիկ կանգնած ուղղակի անձրևի տակ դուրսը առանց ծածկի կանգնում են կանգառներում ժամերով սպասում տրանսպորտի, ժամերով, այո, 30 րոպե, 40 րոպե կարող են մեկ համարի, կոնկրետ մեկ համարի սպասել ու այդ համարը ուշանա, այդ հավելվածները որ պետքա ցույց տան, թե տրանսպորտը երբ է մոտենում, ցույց չի տալիս, որոշ դեպքերում վարորդները կամ ոչ վարորդները, երբ չգիտեմ ինչ-որ մի կետից, կենտրոնից անջատում են GPS-ի տվյալները, որպեսզի քաղաքացին չտեսնի, թե այդ մեքենան երբ է մոտենում։ Այսինքն դրա արդյունքում քաղաքացին չի տեսնում իր սպասված մեքենան կամ ավտոբուսը երբ է մոտենալու իրեն։ Ու քաղաքացին այդպես կսպասի 30-40 րոպե, այնինչ դրա փոխարեն ինքը կարող է մեկ այլ տրանսպորտով երթևեկել։ Տրանսպորտի ուղղատոմսի հետ կապված նոր փոփոխություններ կարծես թե արվեցին եւ տպավորություն է, որ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքացին փաթեթներ գնի, ձեր գնահատմամբ ինչ է կատարվում։ Տեսեք ինչ են արել, ուրեմն QR տոմսերը վերացրեցին, դրա փոխարեն որ քաղաքացին ստիպված լինի այդ իրենց ասած այդ տեսելի քարտերը գնեն, այսինքն ձեր ասած փաթեթները գնեն։ Ու այդ դեպքում արդեն չկա մեկ անգամյա QR տոմս, որ կարողանա մեկ անգամ գնի, մեկ անգամ այդ QR տոմսով թղթով երթևեկի, որովհետև կարող է քաղաքացուն շաբաթվա ընթացքում մեկ անգամ է պետք լինելու։ Մեկ անգամ գործով շրջանից եկել է Երևան, իրան պետքա մեկ անգամ երթևեկի, այդ ապարատից հանի թուղթը, դրանով երթևեկի եւ վերջ։ Բայց իրանք ստիպում են, որ այն մարդը, ով որ գալու է շրջանից, ինքը ստիպված լինի նվազագույնը 10 անգամյա տոմս գնել, 10 անգամյա տոմսը 1500 դրամ, այսինքն մարդը կարող է 10 անգամյա տոմս գնի, բայց այդ 10 անգամյա տոմսից օգտագործի 3-4-ը, այսինքն 3-4 երթևեկություն կամ 3-4 ուղևորություն անի, այսինքն մեկ քաղաքացու վրա կարող է մեկ ուղևորությունը 300, 450 կամ 600 դրամ արժանան, նայած թե ինքը այդ 1500 դրամից ինչքանն է օգտագործելու, այսինքն դառնալու է այսպես, որ Երևանցու համար եւ ոչ միայն Երևանցու համար, շրջանից եկողների համար քաղաքային տրանսպորտը թանկացել է։ Իրանք ի սկզբանե դարձրեցին մեկ ուղևորությունը 300 դրամ, բայց Մայր Հայաստանի պայքարի շնորհիվ այդ 300 դրամը դառավ 150 դրամ, հիմա իրանք ուրիշ բան են անում, պարզ մանիպուլյացիա են անում, վերացնում են մեկ անգամյա տոմսերը, մարդիկ ստիպված պետքա բազմակի անգամյա տոմսեր գնեն, իսկ բազմակի անգամյա տոմսերը պարտադիր չի փաթեթներ լինի, ասենք ամսեկան կամ տարեկան,
մարդիկ 10 երթևեկության փաթեթ կգնեն, 10-ից ամբողջ չեն օգտագործի։ Կդառնա, որ քաղաքացու համար տրանսպորտը թանկացավ մի քանի անգամ։ Խոսենք մետրոյի աշխատակիցների հետ կրճատման հետ կապված process-ը կարծես թե հիմա տեղի ունենում։ Տեսեք, մենք տեղեկություններ ունենք, որ մետրոյում կրճատումներ են լինելու առաջիկայում, ըստ մեզ հասած տեղեկությունների, մետրոպոլիտենի աշխատակիցներից մոտավորապես 30 հոգի, նրանք դրամակում աշխատող կանայք են, կրճատվելու են, ըստ մեզ հասած տեղեկությունների իրենց ասել են, որ մի կարճ ժամանակ դուք ուրեմն տոմս չեք տալու քաղաքացիներին, դրա փոխարեն իրենց ուղղորդելու եք դեպի ապարատ, տեքստերի ապարատներ, որպեսզի այնտեղից իրենք կարողանան լիցքավորեն իրենց քարտերը, սովորեցնել եք, բայց հետո որոշ ժամանակ հետո նույն այդ տեղեկությունը կարծեմ նոյեմբերի 15-ը կամ հոկտեմբերի 15-ը կամ նոյեմբերի 15 իրենց կրճատելու են, դա չեն բարձրաձայնել, դա իրենց են ասել, ու այդ աշխատանքը, այսինքն քաղաքացիների օգնելու այդ աշխատանքը անելու են արդեն հսկիչները, ասելս նայա առաջիկայում պատրաստում են մեր թե քաղաքացիներին կրճատեն, մետրոպոլիտենի աշխատակիցներին եւ պատրաստում են մեր մնացած քաղաքացիներին, ովքեր որ օգտվելու են մետրոյից կամ ընդհանրապես տրանսպորտից, իրենց կյանքը դժվարացնել։ Այսինքն կլինեն մարդիկ, ու հիմնականում տարեց մարդիկ, ովքեր որ տեխնիկական սարքերից օգտվելու խնդիր կունենան, այսինքն օրինակի համար հենց տեսել ապարատներից, իրենք չեն կարողանալու ինքնուրույն լիցքավորել, իրենց կյանքը դժվարացնելու են։ Մարդիկ գալու են, տենալու են, որ աշխատակիցը չկա, իրենց փոխարեն լիցքավորում անող չկա, ներվայնանալու են, ջղայնանալու են, այսինքն մարդկանց կյանքը դժվարացնում են սրանով։ Էլ չեմ ասում, որ այդ մի 30 հոգու թողելու են անգործ, տուն են ուղարկելու ու մարդիկ աշխատանքից զրկվելու են։ Մայր Հայաստանը շարունակում է ակտիվ շփվել քաղաքացիների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչից են դժգոհում երևանցիները։ Երևանցիները գիտեք ինչքան բանից են դժգոհում, սկսած լոկալ խնդիրներից, իրենց բակային խնդիրներից, վերջացրած ավելի գլոբալ Երևան քաղաքում գործող խնդիրներից։ Երևանցիները բողոքում են ջրահեռացումից, երևանցիները բողոքում են կոյուղու եւ հեղատարերի աշխատանքներից կամ չաշխատելուց ավելի ճիշտ անձրևների ժամանակ բոլորս տեսած կլինենք հեղեղված է մեր քաղաքի փողոցները գետեր են դառնում, ուրեմն կոյուղատարերը հին են, չեն վերանորոգված, տրամաչափով փոքր են եւ չեն հասցնում սպասարկեն երևանցիներին։ Երևանը գնալով մեծանում է, բայց ուրեմն փողոցները եւ մնացած կոմունիկացիաները մնում են նույն ստանդարտներին կամ նույն չափերին կամ նույն տրամաչափին եւ այդ իսկ պատճառով բնակչությունը խտանում է, քաղաքը չի մեծանում մասշտաբներով, ու նկատի ունեմ ծավալներով կամ սահմաններով ավելի ճիշտ չի մեծանում, բնակչությունը խտանում է Երևան քաղաքում եւ այն կոյուղին, որ եղել է, այս պահին կա, չի հասցնում սպասարկի արդեն այդ տարածքում ավելացած բնակիչներին։ Նույնը հեղեղատարները եւ նույնը նաեւ ջրատարները կամ խողովակները չեն հասցնում սպասարկեն եւ խնդիրը օրինակ համարը խնդիրներ էր առաջանում ջրամատակարարման հետ կապված բազմաթիվ ուրեմն ահազանգեր ենք ստացել, մենք նույնպես Երևանում ենք ապրում, մենք նույնպես ուրեմն այդ խնդիրը տեսնում ենք մեր աշկով, մեր մաշկի վրա, ջրանջատումները մենք նույնպես տեսել ենք, ասելս նայա, որ Երևան քաղաքը այս իշխանությունները ուրեմն մեծացնում է, ուրեմն վերջի 5 տարում Երևանի իշխանությունները 17,000-ից ավել շինթույլտվություններ են բաժանել, շինթույլտվություններ են վաճառել, որի արդյունքում Երևան քաղաքը բնակչությունով մեծացել է, ըստ Տիգրան Ավինյանի Երևան քաղաքի բնակչությունը հասել է 1,200,000-ի։ Հիմա պատկերացնում եք, Երևան քաղաքը 1,200,000 բնակչություն սպասարկելու խնդիր ունի։ Ինքը չի կարողանում, չի հասցնում սպասարկի եւ որ փոխանակ նրան, որ շինթույլտություններով բնակչությանը մեծացնեին կամ բնակչության քանակը շատացնեին, նրանք պետքա զուգահեռ ուրեմն աշխատանքներ տանեին կոմունալ եւ փողոցային ուրեմն ինֆրաստրուկտուրաները մեծացնեին, այսինքն թե կոյուղները, թե ջրատարները, ջրահեռացման համակարգը, տրամաչափերը փոխեին, նորերը կառուցեին, գործողները մաքրեին, փողոցները ուրեմն լայնացնեին, նոր ճանապարհներ կառուցեին, բողոքները այդպեսին են լինում, մարդիկ բողոքում են ժամերով խցանումների մեջ մնալուց, ժամերով, առավոտյան են ժամերով մնում աշխատանքից եւ դասից ուշանում, երեկոյան տուն գալուց են ուշանում, խցանումների համար չկա
օրերը շաբաթ կիրակի էլ է լինում խցանում, այսինքն քաղաքը գնալով խտանում է, քաղաքը գնալով բնակչությունով շատանում է, չհաշված դեռ մշտական բնակչությունից բացի չհաշված հյուրերը, ովքեր գալիս են շրջաններից կամ գալիս են արտասահմանից, այսինքն մեր քաղաքը 1.200.000-ից ավել մարդ է սպասարկում, բայց իր հին, նորից եմ ասում, կոմունիկացիաներով պետքա փոխվի Երևան քաղաքի կոմունիկացիաները, պետքա թարմացվի, պետքա մեծացվի։ Վերջին շաբաթներին տեսանյութեր տարածվեցին, որից ակնհայտ էր դառնում, որ քաղաքային իշխանությունը անձրևային սեզոնից առաջ չի մաքրում հեղեղատարները եւ ինչու են սա աչքա թողանում եւ ինչու են հետո դժգոհ անձրևների առատությունից։ Տեսեք, իրենց պարագայում, այս իշխանությունների պարագայում ամեն ինչ աննախադեպ է, որը որ իրենց վնասում է։ Իրենք անձրևների դեպքում ասում էին աննախադեպ անձրև է եկել։ Երբ հենց անձրև էր գալիս, քաղաքը հեղեղվում էր, իրենք ասում էին մեկ օրում աննախադեպ 1 ամսվա անձրև եկավ, 1 ժամում աննախադեպ անձրև եկավ, ինչ որ չէր եղել վերջին, չգիտեմ, 10-ամյակում։ Իրանց դեպքում չգիտես ինչի, այդ անձրևները միշտ կամ այն ինչ որ իրենց վնասում է աննախադեպ է։ Ուրեմն այս իշխանությունները այդ հենց ձեր ասած հեղեղատարերի կամ անձրևի ժամանակ այդ ջրահեռացման համակարգերի չմաքրման նորերը չկառուցելու պատճառով քաղաքը հեղում են ու դա բարդում են քաղաքային իշխանությունները, բարդում են կառավարության վրա, ասում են ուրեմն հեղեղատարները Երևան քաղաքինը չի, կառավարությանն է, կառավարությունը պետք է գումար հատկացնի, որպեսզի կարողանանք նորը կառուցենք, այն որ իրանք իրար մեջ հարց ունեն լուծելու, բայց դրա պատճառով տուժում է Երևանցին, դա փաստ է։ Այսինքն իրենց պատճառով, իրենց վատ աշխատանքի պատճառով, իրենց վատ կառավարման պատճառով այսօր տուժում է շարքային Երևանցին։ Քաղաքային իշխանությունները մի շարք նոր փոփոխություններ էին իրականացնում եւ բոլորի որպես պատճառ նշում էին նաեւ հիմնականում այդ խցանումների թեթևացումը, հա, արդյոք իրենց հաջողվեց այդ իրենց փոփոխությունները որևէ ազդեցություն ունեցան խցանումների վրա։ Տեսեք, ամառը որոշում կայացրեցին, որ որոշակի փողոցներում երթևեկության կանոնները փոխել կամ երթևեկությունը փոխել, օրինակի համար Սարյան փողոցը դարձնել միակողմանի, որի արդյունքում իբր թե պետքա Երևան քաղաքի ուրեմն այդ կենտրոնը բեռնաթափվեր կամ գոնե խցանումները կչանային։ Այնինչ նման բան չենք տեսնում, Երևան քաղաքի կենտրոնն է ծանրաբեռնված եւ կենտրոնին հարակից ուրեմն վարչական շրջաններն են ծանրաբեռնված կամ խցանումների մեջ, դա գարեց է նրանից, նորից կրկնեմ, որ իրենք կառավարման խնդիր ունեն, իրենք կառավարումից շատ հեռու են, իրենք նույնիսկ իրենց փորձի վրա չեն սովորել կառավարել, իրենք հմտությունների ունակությունների, կառավարման հմտությունների ունակությունների պակաս ունեն եւ այդ իսկ պատճառով իրենց կատարած փոփոխությունները դեռ հլվոր Երևանցին իր մաշկի վրա չի զգում, որ փոփոխությունը դեպի լավն է եղել։ Ուրեմն փոփոխություն են կատարում երթևեկության, որպեսզի նորից եմ ասում, Երևանցու համար հեշտանա կյանքը, ավելի է բարդացել եւ այդ խնդիրները ոչ միայն Երևանի կենտրոնում են, այլ Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Դա կլինի Նորքում, դա կլինի Աչափնյակում, դա կլինի Արաբկիրում, իրենց սխալ պլանավորման, սխալ նախագծման պատճառով, սխալ կառավարման պատճառով շարունակում են խնդիրները մնալ, խնդիրները շատանալ, շարունակում է Երևանցին բողոքել դրա պատճառով, բողոքել այս իշխանություններից ու այդ բողոքը մեզ է ասում, որպես ավականի, որպես ընդդիմադիր, որպես քաղաքի բարձրագույն մարմին մեզ են ասում, մենք էլ բարձրաձայնում ենք, մենք էլ խնդիրների հետևից գնում ենք, փորձում ենք խնդիրներին ինչ-որ ձև լուծում տալ, փորձում ենք քաղաքացուն օգնենք իր հարցերը կամ իր բարձրացած հարցերը կարողանանք հասցնենք նրան, որ լուծում տան։ Այս իշխանությունները այնքան ապիկար են, որ իրենց մոտ սովորություն է դառել, որ ամեն ինչում մեղադրեն ուրիշներին։ Միշտ մեղադրում էին նախկիններին, բայց այսօրվա գործակարգավարականը նայելուց տպավորություն ստացա, որ Տիգրան Ավինյանը ավելի շատ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞մն էր մեղադրում էր սուբսիդիաներում, որ ասում է մեր սեփական եկամուտները ավելացել են, դրան զուգահեռ ասում մեր հատկացված գումարը կառավարությունից նվազել են։ Այդ գումարը հատկացվում է ուրեմն եւ ճանապարհների մասով եւ մնացած խնդիրները լուծելու համար։ Եվ ինքը մեղադրում էր, դա խոսում էր կոյուղատարերի, հեղեղատարերի հարցի ժամանակ, ասում էր մեզ հատկացված գումարը պակասել է, մենք դրա պատճառով մեր բյուջեից 300 միլիոն եկող տարի գումար ենք հատկացնելու, որ այսինչ հարցերը լուծենք։ Ուրեմն այդ հարցում արդեն ինքը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ ինչա գումարը պակաս հատկացվել եւ նույնը ասվեց նաեւ տրանսպորտի մասով, որ ուրեմն մետրոյի համար գումարը պակասեցվել է, մետրոյի կառուցման համար գումարը պակասեցվել է։ Ուրեմն տեսեք ինչ ա եղել։
որպեսզի առաջիկա ընտրություններում, ինչպես գիտեք, 26 թվականին ընտրություններ են լինելու, Երևանցին, իսկ Երևան քաղաքում բնակվում է ամբողջ Հայաստանի մոտորապես բնակչության կամ ընտրողների մոտորապես 40%-ը, որպեսզի այդ ընտրողները տեսնեն ինչ-որ շոշափելի բան, այսինքն այս իշխանությունները ցենց ոչ ուղակի կամ անուղակի կաշառում են ժողովրդին, ինչի մասով եմ սա ասում։ Ուրեմն որպեսզի ժողովուրդը իր աչքի վրա ինչ-որ փոփոխություն տեսնի, որ կարողանա ընտրություններին այս իշխանությունները դա վաճառի ժողովրդին, ինչ են արել։ Տրոլեյբուսների գնում են հայտարարել, ու այդ տրոլեյբուսների գնման համար կառավարությունից գումար է հատկացվել։ Այդ գումարը բյուջեի վերաբաշխում է արվել, այն բյուջեի, որը պետքա տրամադրվել Երևան քաղաքում Աչափնյակի մետրոն կառուցելու համար։ Ուրեմն այդ բյուջեից վերաբաշխում է արվել, մի քանի տրոլեյբուս գնելու համար գումար է հատկացվել, որպեսզի կարողանան մի քանի տրոլեյբուս գնեն եւ ընտրություններից առաջ ժողովրդին դա վաճառեն որպես լավություն, որպես տեսեք ժողովուրդ ջան, ձեր համար տրոլեյբուս ենք բերել, տրանսպորտը լավացնում ենք ձեր համար, այսինքն կաշառք են տալիս անուղակի այս ժողովրդին եւ իրենց արածը ցույց են տալի որպես լավություն եւ տպավորություն են ստեղծում, թե իրենց գրպանից ժողովրդի համար լավություն են անում։ Դա գնվում է Երևանցու գումարով, դա գնվում է Հայաստանում բնակվող բոլոր քաղաքացիների գրպանի գումարով, որովհետեւ իրենք են այդ հարկերը турքերով վճարելով, թե համայնքային բյուջեն մեծացնում կամ շատացնում, թե ընդհանրապես պետության բյուջեն շատացնում։ Ուրեմն այս իշխանությունները ճանապարհների մասով հիմա մի հատ sense բան կասեմ, որոշել են Երևան քաղաքը բեռնաթափին, ու այդ բեռնաթափման համար ինչ որ ճանապարհներ են կառուցելու։ Այո, պետք է Երևան քաղաքը բեռնաթափելու համար, այո, մի քիչ առաջ ասեցի, որ պետք է նոր ճանապարհներ կառուցվի, ճանապարհները մեծացվի, ուրեմն տեսեք ինչ են անում։ Նաև պետքա մետրոպոլիտեն լինի Երևան քաղաքում, մետրոպոլիտենի նոր կանգառներ լինեն, որի պատճառով, որի հետևանքով ուրեմն էլի կբեռնաթափվի Երևանը։ Ու այդ մետրոպոլիտենի կանգառը դա Աչափնյակն էր առաջիկային, որ պետքա կառուցվեր։ Այսօր արդեն խոսում էին Սուրմալուի կայարանից։ Դեռ Աչափնյակը չկառուցած արդեն Սուրմալուից են խոսում։ Իսկ Աչափնյակի մետրոպոլիտենի կառուցման համար այս իշխանությունները 6-7 անգամ խոստում են տվել, որ մետրոպոլիտենի Աչափնյակի կայարան են կառուցելու։ Ուրեմն հիշեցնեմ մեր քաղաքացիներին, թե ինչքան են այս իշխանությունները ձեզ խոստացել, որ մետրոպոլիտենի Աչափնյակ կայարան են կառուցելու։ Դեռ մենակ Աչափնյակն եմ ասում։ Սուրմալուն հիմա նոր են սկսել խոսալը, իրանք ձեզ գիտեք ոնց, հարգելի քաղաքացիներ, իրանք ձեզ լավ մատուցում են, լավ ներկայացնում են, բայց աշխատանք չեն անում։ Հիմա ասեմ ձեզ, հիմա սկսել են Սուրմալուի մասին խոսել, դեռ երկար կխոսեն։ Միջև ընտրություններ կխոսեն այս Սուրմալուի կայարանի մասին, տպավորություն կստեղծվի, թե աշխատանք են անելու, չեն անելու, ոնց որ չեն անում Աչափնյակ մետրոյի համար։ Տեսեք, Աչափնյակի մետրոյի կառուցման համար ձեզ խոստացել են 17 թվականի ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ Աչափնյակի մետրոն կառուցելու են։ 17 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, երբ որ Երևան քաղաքում ավականու ընտրություններ էր եւ Նիկոլ Փաշինյանը տանիքից տանիք թռչկոտելով, ավտոտնակների տանիքներին վազելով խոստանում էր ձեզ ելք կա, ընտրեք մեզ, մետրոպոլիտենի կայարանը կառուցելու ենք։ 18 թվականին, երբ որ Երևան քաղաքում արտահերթ թիմ ընտրություններ տեղի ունեցավ սեպտեմբերին, խոստանում են, որ Աչափնյակի մետրոպոլիտենը կառուցելու են, չկառուցվեց։ 18 թվականին ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ խոստանում էին, որ Աչափնյակի մետրոն կառուցելու են, չկառուցվեց։ 21 թվականին ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ Աչափնյակի մետրոն կառուցվելու է, չի կառուցվել։ Ուրեմն 23 թվականին Երևան քաղաքի ավականու հերթական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը խոստանում են, որ Աչափնյակի մետրոն կառուցելու են, չի կառուցվել։ 23 թվականի գարնանը Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ էր, կառավարության նիստերից մեկի ժամանակ այսպեսի մի հատ հայտություն անում։ Ասում է Աչափնյակի մետրոն կառուցվելու է 2 տարում 48 ամսում։ Ու 2 տարվա մեջ 48 ամիս չկա, 24 ամիս է։ Ինքը ասում է 2 տարում 48 ամսում։ 2 տարին անցել է 48 ամիսն է, հեսա կլարանա։ Մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանը չի կառուցվել։ Ինքը դեռ լսումների փուլում է։ Այնիշ նա պետք է կառուցվեր մինչև 25 թվականը, բայց վերջի մեր ունեցած տեղեկություններով, որ մեզ հայտնեցին այդ լսումների ժամանակ, լսումները եղել Աչափնյակ վարչական շրջանում, Մայր Հայաստանը այդ լսումներին գնում մասնակցում է, հանրային լսումներ են կոչվում, այդտեղ հայտարարվեց, որ 30 թվականին մետրոպոլիտենը կառուցվելու է։ 30 թվականին չի կառուցվելու, հարգելի քաղաքացիներ, ձեզ խաբում են ու խաբում։ Հիմա դա մետրոպոլիտենը մի տարբերակ, որ ձեզ խաբել են։
Մյուս տարբերակը 2019 թվականին 18 թվականի թիմ ընտրություններից հետո, երբ որ Երևան քաղաքում ընտրվեց ավականի, երևանցիներին խոստացան, որ հայրենիք կինոթատրոնի մոտի խաշմերուկը բեռնաթափվելու է, այնտեղ էստակադա են կառուցելու, էստակադա մեծ էստակադա է լինելու, բերեցին գծագիրը ցույց տվեցին, սիրուն նկար ցույց տվեցին, դրանից հետո բերեցին տեղում գծանշումներ արեցին, փորձարկեցին, այդ խոստումը մնաց թղթի վրա հայրենիք կինոթատրոնը դրանից չբեռնաթափվեց, այնտեղ շինարարություն չարվեց, այնտեղ հիմա էլ ծանրաբեռնված երթևեկություն, այնինչ այո, այդտեղ էստակադա կառուցելը բեռնաթափել է տարածքը։ Առաջիկայում սրանք նախատեսել են, որ 2 հատ ճանապարհ են կառուցելու, ելի դրա մասին բարձրաձայն խոսում են, ոնց որ մնացած ծրագրերի մասին, մետրոպոլիտենի կամ հայրենիքի այդ խաշմերուկի մասին։ Հիմա խոսում են 2 ճանապարհ կառուցելու մասին։ Մեկը Եղվարդի խճուղի, Թբիլիսյան խճուղի կամուրջն է լինելու, եւ մյուսը Իսակով Արշակունյաց միացնող հատվածն է լինելու, կամրջային եւ ճանապարհային ուրեմն հատված է լինելու 66 կիլոմետր։ Հիմա երկրորդ ծրագրի մասին արդեն լսումներ կան։ Վերջի լսումանը եղել է Մայր Հայաստանը, կենտրոն վարչական շրջանում, ուրեմն տեսեք ինչ են անում։ Կառավարությունը Ասիական զարգացման բանկից $65 միլիոն գումար է վերցնում 66 կիլոմետր ճանապարհ կառուցելու համար։ Ուրեմն $65 միլիոն 66 կիլոմետր ճանապարհը դա ահռելի թիվ է։ 1 կիլոմետրը դառնում է $10 միլիոն։ 24 մետրանոց ճանապարհի համար 1 կիլոմետրի համար $10 միլիոն ահռելի թիվ է։ Ես ուղղակի հիշեցնեմ, ես դրա մասին էլի այլ եթերներում ասել եմ, հիմա ձեր եթերով է ասեմ։ Վարդենիս Մարտակերտ ճանապարհը անցած տասնամյակում կառուցվել է 17 միլիարդ դրամով։ 17 միլիարդ դրամը դա 40-ից 45 միլիոն դոլար է։ Երբ որ բաժանում ենք 45 միլիոն դրամը 114 կիլոմետրի վրա, ճանապարհի երկարությունը 114.5 կիլոմետր է։ Ստանում ենք 1 կիլոմետրի համար $385,000։ Մտածեք, $385,000  1 կիլոմետրի համար եւ $10 միլիոն 1 կիլոմետրի համար, տեսեք տարբերությունը 25 անգամ եւ ավել տարբերություն է տալիս։ Այսինքն 8 տարվա մեջ այդ ճանապարհը հանձնվել է 2017 թվականին։ 8 տարվա մեջ շինարարությունը այնքան չի թանկացել, որ 1 կիլոմետրի համար 25 անգամ բարձր ճանապարհաշինություն լինի։ Այստեղ ես իմ կարծիքով այս իշխանությունները այդ գումարը, չգիտեմ, կարող է գրպանեն։ Ես կարող եմ տենց մտածեմ։ Գումարի մեծ մասը, իսկ այդ գումարը, վարկով վերցված գումարը, վերջապես փակելու է մեր Երևանցին։ Եվ ոչ միայն Երևանցին։ Այսինքն սա ես ինչի համար եմ ասում։ Այս իշխանությունները խոսում են գեղեցիկ, լավ ծրագրերի մասին, արդյունքում իրանց արածը 0։ Գրպանացնել մեծ